Յոլյան, դուք Սյունիքի մարզի երկրորդ խոշոր բնակավայրի բնակիչ եք, բարձր պաշտոններ եք զբաղեցրել եւ բնականաբար բազմաթիվ առիթներ եք ունեցել գնալու մարզկենտրոն Կապան եւ դա արել եք միջպետական ճանապարհով, ինչպես որ դա արել ենք մենք բոլորս։ 2018 թվականին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր եւ այդ ժամանակվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հնարավորություն էր Գորիսից Կապան գնալու միջպետական ճանապարհով։ 2020 թվականին սահմանադրական հանրաքվերն այդ քարոզարշավը սկսել էր Սյունիքից եւ Կապանից Գորիս էր գալի նույն այդ ճանապարհով։ 2021 թվականին արդեն նա նորից վարչապետ էր, բայց կարողանում էր Կապանից Գորիս գալ ռուսական զինվորների եւ ռուսական դրոշի ուղեկցությամբ։ Պատկերացնում եք, ասենք նսեմ ասման ինչ զգացողություն է յուրաքանչյուր հայ քաղաքացու մոտ, երբ որ գիտի, որ իր երկրի ղեկավարը երկրի տարածքում կարող է ճամփորդել միայն ռուսական դրոշի ուղեկցությամբ, որպեսզի անվտանգ լինի։ Իսկ 2026 թվականին այդ նույն վարչապետը նույն պաշտոնում այդ ճանապարհով առհասարակ երթևեկելու հնարավորություն չուներ, որովհետեւ այլևս ոչ մի դրոշ նրա անվտանգությունը չի կարող ապահովել։ Հիմա ընտրվելով հանձնաժողովի նախագահ, ես գիտեմ, որ հանձնաժողովները արտագնա այցելություններ են, նիստեր են կազմակերպում, այ որ ձեզ խնդրեմ, կամ դուք նախատեսում եք կազմակերպեք 26 թվականի ուրախ ավտոբուսի ուղևորների այցելությունը Գորիսից Կապան միջպետական ճանապարհով։ Այսինքն որպես գորիսեցի եւ որպես նաեւ այդ հանձնաժողովի նախագահ, այդ ուրախ ավտոբուսի բոլոր ուղևորներին հրավիրեք, խնդրում եմ դուք իրանց չուղեկցեք այդ ժամանակ, այդ նույն ուղևորներով, նույն կազմով Գորիսից գնան Կապան։ Նախատեսում եք այտենց մի հատ ստադի տուր կազմակերպել ուրախ ավտոբուսի ուղևորների համար։ Արձագանք։ Պարոն Ղազարյան, շատ ցավով պիտի ասեմ, որ մեր օրյա իրողություններում դա հնարավոր չէ, բայց ես մեծ հույս ունեմ, որ մի օր դա հնարավոր է լինելու։ Շատ մեծ հույս ունեմ, որովհետև խոսեցիք նսեմացման մասին, ինձ համար այդ տարիներին ամենամեծ շոկը նա էր, երբ որ խոշորացված համայնքում ապրելով, համայնքի բնակավայր գնալով, երբ որ առաջին անգամ ադրբեջանական հենակետը արդեն իսկ այդ ճանապարհին էր, պետք է Գորիս համայնքի բնակչին ստուգեին, որպեսզի ինքը իր համայնքում կարողանար քաղաքից բնակավայր տեղաշարժվեր։ Դա ամենամեծ նսեմացման գործընթացն էր։ Եվ ես հավատում եմ, որ ուժեղ Հայաստանում, ուժեղ բանակցողի միջոցով մենք կարողանալու ենք երկրում իրավիճակ փոխել։ Ես դրան հավատում եմ։ Ես Հայաստանի ուժեղ ապագային հավատում եմ։ Արձագանք։ Տիկին Յոլյան, շնորհակալ եմ պատասխանի համար, միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 21 թվականին դեռևս ձևավորված չէին սահմանային հարցերի հանձնաժողովները, որոնք ստեղծվել են 22 թվականին, չկար որևէ քարտեզ, չկար որևէ պայմանավորվածություն, որևէ միջազգային պայմանագիր, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում էր Կուբատլի եւ Զանգելանի շրջանի հայկական վերահսկողություն, որովհետեւ նախատեսում էր, որ հայկական զորքերը պետք է կանգնեն այն հատվածում, որտեղ այդ պահին նրանք գտնվում են։ Եվ եթե Աղդամի, Քարվաճառի, Լաչինի շրջանների հանձնման ժամանակը ցույց կար, ապա դա չէր վերաբերում Կուբատլի եւ Զանգելանի շրջաններին, այսինքն դա նաեւ ապօրինաբար է հանձնվել։ Բայց եթե ամեն դեպքում դուք այդ տուրը կազմակերպեք, խնդրում եմ չմոռանաք ուղևորներին տրամադրել կուկուռուզ, պերաշկի, թթուլավաշ, սուջուխ, խաշած կարտոշկա եւ ելակ։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի թվարկեք այն բոլոր առարկաները, որոնցով ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները տրակաշարք են բաժանել։ Սա նիստ է, չի կարելի։ Արձագանքեք Տիկին Յոլյան, այո, պարոն Վարդևյանը ճիշտ է, ոչ թե բաժանել, այլ ենթադրաբար բաժանել։ Պարոն Ղազարյան, ցավոք ունենք այնինչ ունենք, բայց նորից եմ կրկնում, ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան բոլորովին այլ իրողություններով։